սահմանամերձ գյուղերի եւ 16 միլիոնի ծրագիրը ինքը ակնհայտորեն ունի սոցիալական նշանակություն եւ մենք պարզապես ուզում ենք նաեւ աջակցել մեր այն քաղաքացիներին, ովքեր սոցիալական իրենց վիճակի բերումով բնակարան ունենալու, տուն կառուցելու հետ կապված դժվարություններ ունեն եւ մենք մարդու կարիքը եւ կոնկրետ տարածքի հետ են կապում, բայց այս ընթացքում բազմիցս առաջացել են խնդիրներ, որ մարդը ունի չկատարված պարտավորություններ ֆինանսական կազմակերպություններին կամ բանկերին կամ այսպես ասած սև ցուցակումը հարկադիրի տակ է եւ այլն եւ այլն։ Իհարկե մենք մյուս կողմից շատ բարդ ընտրություն է, որ ինչքանով մենք պետք է նման իրավիճակներում գտնվող անձանց աջակցենք, բայց քանի որ հարցը սոցիալական բնույթ ունի եւ հաշվի առնելով նաեւ այն, որ բնակարանը մեր պայմանով մի X ժամանակ չի կարող օտարվել, ճիշտ է, մոտավորապես 10 տարի, թե 20 տարի, 10 տարի չի կարող օտարվել եւ վարկը փաստացի վերցնում է կառավարությունը եւ փաստացի փակում է կառավարությունը, այս դեպքում մենք մտածեցինք, որ սոցիալական որոշակի խմբերի համար, ովքեր սահմանամերձ գյուղերում են եւ այլն, այդ հանգամանքը փորձենք մանավանդ բազմաթիվ նամակներ եմ ես ստանում եւ նախարարությունն էլ ենթադրում եմ, մենք որպեսզի այս խնդիրը շրջանցենք, այսինքն չկապենք մեկը մյուսի հետ, հույս ունենալով, որ նաեւ մարդկանց այս սոցիալական աջակցությունը կխթանի նաեւ, որ հետագայում իրենց պարտավորությունները պատշաճ կատարեն կամ անկախ ամեն ինչից սահմանամերձ բնակավայրում ունենան տուն եւ կարողանան այդտեղ ապրել, իհարկե եթե համապատասխանում են ծրագրի չափանիշներին, 10 տարուց հետո արդեն պայմանը մարդիկ պետք է իմանան, որ եթե 10 տարին լրանալուց հետո այդ պարտավորությունները փակված չլինեն, այդ բնակարանը, այդ տունը կարող է այո պարտավորությունների դիմաց օտարվել, վերցվել իրենցից եւ գուցե սա նաեւ լրացուցիչ խթան լինի, որպեսզի մարդիկ աշխատեն եւ նախկինում կուտակած իրենց պարտավորությունները փակեն, այդ թվում բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցեն, այդ թվում մենք էլ ուղերձ հղենք, որ բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները մաքսիմալ ճկունություն ցուցաբերեն, որպեսզի այս խնդիրը լուծվեն։ Զինվորականներ հետ կապված խնդիրն էլ պարզ է, որ մարդիկ շատ դեպքերում գործողվում են այդ ընթացքում իրենց մշտական բնակության վայրի հետ կապված դե ֆակտո փոփոխություն չի ունենում, տեղի չի ունենում, այսինքն իրենց շահերի կենտրոնը շարունակում է մնալ բնակավայրը, որ կամ ծննդավայրը, բայց ծառայության բերումով տեղափոխվում են, որպեսզի իրենց համար էլ լրացուցիչ արհեստական խոչընդոտներ մենք չստեղծենք արդեն իսկ հաստատված քվոտաների շրջանակում։ Սա շատ կարևոր է, այսինքն քվոտաների փոփոխություն տեղի չի ունենում, այլ ընթացիկ գործերի վրա սրանք կազդեն, որոնք արդեն դիմումներ են ներկայացված, քննարկված են եւ չափանիշներին մյուս պարամետրերով համապատասխանում են։ Ճիշտ չարադրեցի ամեն ինչ, պարոն Սմբատյան։ Իհարկե, պարոն վարչապետ։ Շատ լավ, կան դիտարկումներ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, մի թեմա կա, որին ես ուզում եմ անդրադառնալ։ Նախորդող շրջանում ես չնախատեսված այցեր եմ կատարել մի քանի տեղեր եւ մանկապարտեզներից մեկում նորակառույց, այսինքն վերջին շրջանում կառուցված մանկապարտեզներից մեկում ականատես եմ եղել հետեւյալ տեսարանի, որ սանհանգույցում զուգարանակոնքերի վրադիրները կամ ջարդուփշուր եղած են կամ ընդհանրապես գոյություն չունեն, սանհանգույցը գտնվում է վատ սանիտարահիգիենիկ պայմաններում, իհարկե սա մեզ համար սովորական տեսարան է, բայց սովորական տեսարան, երբ որ խարխուլ դպրոցներ կամ մանկապարտեզներ են լինում, մենք տեսնում ենք այդպիսի տեսարան ենք տեսնում, մի կերպ ինչ որ ձևով հասկանում ենք, որ այդտեղ պայմանները պահելը շատ դժվար է, բայց երբ որ խոսքը գնում է նորակառույց մանկապարտեզի մասին, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել։ Ընդ որում, երբ որ ես գնում եմ դպրոցներ, մանկապարտեզներ ընդունելու, տեսնելու, ես տեսնում եմ, որ նկատում եմ, որ
ասենք օրինակ զուգարանակոնքերի վրադիրները ամենալավ եւ բարձր որակի չեն, ամենաբարձր որակի չեն, բայց ես ելնում եմ մենք անխավարկածից, որ տրամաբանականը, որ դրանք ժամանակ առ ժամանակ պետքա փոխվեն։ Այսինքն դա մի բան չի, որ մենք այնպեսի ներդրում պետքա անենք, որ առաջիկա 5 տարում այդ դրանք պետքա մնան։ Դրանք պետքա պարբերաբար փոխվեն եւ դա էլ կուլտուրայի մաս է, եւ էլ չեմ ասում, որ երեխաների կրթության համար հատկապես ասենք ենթադրենք աղբի հետ առնչվելու կուլտուրան, սանհանգույցների հետ առնչվելու կուլտուրան շատ էական է։ Բայց ես ինչի համար եմ ասում, ես հրահանգել եմ, որ տվյալ մանկապարտեզի տնօրենը ազատվի աշխատանքից։ Եվ սա ինչի համար եմ ասում։ Ուզում եմ ես գլխից ասել, ես չնախատեսված այցեր եմ կատարելու ամենատարբեր տեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, զորամասեր, ուր ասես։ Բայց կոնկրետ ցանկացած դպրոցում, ցանկացած մանկապարտեզում, երբ որ ես նման բաներ տեսա, ես այս գլխից ուզում եմ արձանագրենք, որ եթե դա վերաբերվում է վարչատնտեսական պատասխանատուին, ուրեմն վարչատնտեսական պատասխանատուն չի աշխատելու, ազատվելու աշխատանքից, առանց բացատրությունների, առանց որևէ բանի։ Նույնը մանկապարտեզ, ես ուզում եմ, որ մենք սա գիտություն ընդունենք։ Ընդ որում ես հիմա առաջիկայում ավելի ու ավելի շատ չպլանավորված, քան թե պլանավորված այցելություններ եմ կատարելու, երբ որ ասենք գիտեն, որ վարչապետը գալիս է, ամեն ինչ բան դզած, փչած, շպարած, կպցրած եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք, հատկապես դպրոցների, նորակառույց դպրոցների եւ մանկապարտեզների դեպքում։ Ընդ որում մենք մեր ճիշտ եմ, չի հասկանում, որ մենք մեր բյուջետային համակարգով այնպես ենք արել, որ մենք շահագործման պատշաճ մակարդակ ապահովենք բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզների դեպքում էլ կառուցելուց առաջ մենք համայնքների հետ պայմանավորվել ենք, որ պետք է հստակ բյուջետավորվի դրանց պատշաճ պահպանության ծախսերը։ Հիմա ելնելով այս կանխավարկածից, ցանկացած տեղ, երբ որ ես տեսա այս պատկերին, այսինքն այն նախագծայինից շեղված իրավիճակ, ուզում եմ արձանագրել, որ տվյալ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը այլևս պետքա չաշխատի, շատ արագ օրերի ընթացքում պետքա ազատվի աշխատանքից։ Եթե որևէ մարզում, որևէ համայնքում այս երևույթը կլինի կրկնվող, այսինքն դա ոչ թե մի տեղում կտեսնենք, երկու տեղում կտեսնենք, արդեն անդրադարձա լինելու բոլոր այն պաշտոնյաներին, ովքերի պաշտոն է պարտավոր են վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ իրավիճակները չլինի։ Ես էլի ուզում եմ հերթական անգամ ասել. սանհանգույցը սանհանգույց է, պահեստը պահեստ։ Չի կարող անենց լինի, որ սանհանգույցը դառնա պահեստ, պահեստը դառնա սանհանգույց, կամ այսպիսի բան անեն, ընթացիկ փոխատեղումներ տեղի ունենան։ Այսինքն պետքա շենքերը, կազմակերպությունները շահագործվեն պատշաճ մակարդակում եւ սպասարկվեն պատշաճ մակարդակում։ Մենք դրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները եւ նախապայմանները, այդ թվում բյուջետային։ Եթե ինչ-որ բան շեղում է, անհատական պատասխանատվություն անպայմանորեն պետքա առաջ գա։ Որևէ այլընտրանք եւ կոմպրոմիս այստեղ չի կարող լինել։ Ես այս հարցը այնքան եմ կարևորում, որ հարկ եմ համարում դրա մասին կառավարության նիստում խոսել, որովհետև այստեղ խնդիրը միայն կոնկրետ այդ օրը, այդ պահին ստեղծված իրավիճակի մասին չի։ Խնդիրը այն երկարաժամկետ ազդեցության մասին է, որ երեխեքին մենք այդ միջավայրում պահելով եւ այդ տեսարանները սովորական դարձնելով եւ առօրյա դարձնելով մեր երեխաների համար, մենք հետագայում պրոբլեմներ ենք ստեղծում մեր երկրի համար, այդ թվում երեխաների համար, որոնք իրենց կյանքի կազմակերպման, այդ հետագայում, երբ որ մարդիկ գնում են, ասում են, այս չեն կարող անենք, այն չեն կարող անենք, այն չի ստացվում, այն չի ստացվում, մեզնի ոչ մեկը չի տենում կապը այդ իրավիճակի եւ 20 տարի հետո տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ես տեսնում եմ այդ կապը եւ այս հարցերով զբաղվելը համարում եմ գերսկզբունքային, որովհետեւ երբ որ մենք իրավիճակների առաջ ենք կանգնում
Եվ չենք հասկանում, այս բանը ինչի մեզ այդ տեղի ունեցավ եւ ինչն է պատճառը, որ սա տեղի է ունենում։ Տեղի է ունենում այդ եւ նմանատիպ բազմաթիվ պատճառներով, որոնք մենք նայում ենք կամ չենք նկատում, կամ են նկատում ենք, ասում ենք, հա դե լավ, ինչ ա որ։ Այդ մեր հարցն է, մենք պետք է դրանով զբաղվենք։ Այո, ես անձամբ դրանով զբաղվելու եմ։ Եվ թող ուզում եմ ասել, որ առաջիկայում էլ աշխատանքի մեջ կլինեմ, թե արձակուրդում նույնիսկ կլինեմ, ես ամենաանսպասելի ժամանակ, ամենաանսպասելի տեղեր մտնելու եմ, տեսնելու մեր քաղաքականությունները ինչպես են իրականացվում, որովհետև այդ թվում այս ընթացքում համոզվել եմ, որ մեր քաղաքականությունները նենգափոխվում են, խեղաթյուրվում են, երբեմն նույնիսկ միտումնավոր է դա արվում, երբեմն չիմացությամբ է դա արվում, բայց չիմացությամբ տառապողը ինչ գործ ունի այդ պաշտոններում աշխատելիս։ Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք։ Հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալ։